Բարի լույս ընկերներ ջան, ինչպես եք, մեզ մոտ նոր վլոգ է սկսվում, օրը բացվել է, թխկոցը հետը սկսվել է, ասել եմ չէ, ներքևում շինարարական աշխատանքներ են տանում, ավելի ճիշտ ոչ թե շինարարական, այլ խանութ, տարածքը վարձով էին տալիս, նախ մտածում էին, որ կարող է սննդային ինչ-որ խանութ լինի, բայց ինտերիեր դիզայնի ինչ-որ սրահ է լինելու, այդ կապակցությամբ տարածքում աշխատանքներ են տանում, սենց ամբողջ օրը դմբ, դրա համար ես չեմ կարողանում շատ վլոգներ նկարեմ տանից, իսկ ես հիմնականում տանն եմ լինելու այսօր, դրա համար ներող եղեք սիրելի բարեկամներ, կամ քիչ կնկարեմ, կամ նկարելուց այս թխթխկոցը կլինի։ Գիշերը սիսերը դրել եմ, որպեսզի լավ ուրչի, ոնց որ ասում էի, Ռանաջան գիշերը թող ջրի մեջ մնա, շատ հաջող սիսերը այդ դեպ, այս սիսերը հիմա դնենք թող եփի, ինձ թվում է ամբողջությամբ հումուս էլ կսարքեմ, չեմ կարծում ուրիշ բան, կարող մի մասը աղցան սարքեմ, մի մասը հումուս կտեսնեմ, եփելուց հետո եթե շատ լինի, եփելուց էլ ավելանում է չեմ տեսակ, միացնեմ թող եփի, համել լիք լվացք ունեմ հավաքվել է, գնամ լվացքը անեմ, իսկ մենք կհանդիպենք արդեն լվացքից հետո, սիրելի բարեկամներ, այս թող եփի, լվացքս անեմ ու հանդիպենք։ Մի քանի օրվա լվացք էր հավաքվել, այն օրերին, որ Անդրև է գալիս, այդ օրերին փորձում եմ լվացք չանեմ, որովհետև այս վերևի հատվածը սենց փակ է, բայց միևնույնն է, այս ուղղությամբ է գալիս ու լվացքը ամբողջությամբ ոնց որ չեմ սիրում էլ, դե ցեխոտում է բան անում, կեղտոտվում է, դրա համար այդ օրերին է, որ հավաքվում է սենց լվացքը, բայց մենակ էստեղ չի, են կողմնել եմ փռել։ Բարի օր ժողովուրդ, ձեզ չեմ բարևել, գործերս եմ հազիվանում, որ տանից դուրս գամ, գնացքից մոտել ու գնանք արագ գնումներ անելու լվացքը, բայց եղանակը փոխվում է, լամպեր են հավաքվում, կարող է անցրև գա, զոնտիկ վերցնեմ, հետո չթրջվեմ։ Լվացքը փռելուց դրսի կողմում մի հատ սենց ծորակի նման բան կա, խփեցի, կապտել է սառույց դրեցի, բայց մի քիչ ցավում է, դա լվացքից խելը, բայց դե մնաց պայքարեմ դու ինչ եք սիգնալ տալիս տենում եմ ինչ ոնց որ թե hello ինգերիսա դրանք ինչ ունի hi how are you Good, thank you. Տենանք ինչ ունի այսօր, մեր աղջիկը։ How much is it? How much? 5 piece. 5 for 100? Հետ գալուց կանցնեմ։ Ուղան, որ հետ գալուց վերցնեմ հլում իրապը։ Ռուզա, ինչ-որ տեսակ ասում է բանա, բանանի ասում է ծաղիկն է։ Փաստորեն ուտում են, տեսնենք ինչ են սարքում սրանով։ Տոներ են լինելու, դրա կապակցությամբ զեղչեր կամ ուրան էր հացը հեսը։ Մի հատ էր մնացել, մեզ համար միշտ մի հատ են ունենում կամ մաքսիմում 2 հատ։ Camel milk chocolate, ուղտի կաթով շոկոլադ է, ամենն է պատրաստում, հիշում եք մի օր Աբու Դաբի ուղտի մսով շաուրմակերը, ինչքան ուժ երանդ է ստացել, ծանր է զգում հաջորդ օրը, ինձ լավ չի զգում,
կաթնել եմ փորձել, ուղղակի փորձելու համար, բայց այդքան շատ չեմ հավանել շոկոլադը, չեմ ուզենամ փորձեմ արդեն։ Շոկոլադ կարելի է վերցնել։ Նոր տուն են սկսել սարքել, Մայքլը ասում էր, որ այս տարածքը ամբողջությամբ սենց արոտավայրեր են եղել ու այս վերջին ժամանակներն է, որ սենց կառուցապատում են սկսել ու տներ են կառուցում։ Իրականում եթե ես այստեղ ապրեի, երևի թե այստեղ ներդրում կանեի ինքս, որովհետև Electronic City-ն ու ընդհանրապես Բենգալորը, քանի որ այդ միջազգային կազմակերպություններ են այստեղ գալիս աշխատելու բանի համար, ավելի ընդլայնվում է ամեն դեպքում ու հողի գինը բարձրանում է, ինձ թվում է այստեղ ներդրում անելով ու մարդիկ էլ գալիս են ուրիշ տեղերից այստեղ աշխատելու համար, թեկուզ հետագայում այդ անշարժ գույքը վարձով տալու համար, ինձ թվում է լավ տարբերակ է, որպես ներդրումային շուկա լավ կաշխատի, սի չփաթաթվեց ոտիս։ Լավ կերած խմած կովեր են, պոզիկներ ունի, լավն են, երևում է, որ տերը լավ տիրություն է անում։ Ես եկատում գնումները բերեցին, այստեղ վերցրել եմ բանան, խակեր, բայց լավն էր, հասածները, որ կարելի էր այսօր ուտել, հեչ լավը չէր, շուտ կհասնի, արագ հասնում են։ Այստեղ հունական յոգուրտներ, մեկ էլ սկյուր, առանց մրգերի են վերջերս վերցնում, այս մեկը մենակ ինչ-որ սերմեր կան մեջը, մնացածը սովորական սենց սկյուր են վերցնում, առանց մրգերի, Ալեքսը եթե հարկ ալինում, մեջը չանի չավելացնում, ինձ թվում է սենց եվի ավելի լավ է, այսպես, այստեղ մի քանի հատ լոլիկ եմ ընտրել, լոլիկը լավը չէր, բայց սիսերով մի մասը աղցան եմ պատրաստելու և թարմ լոլիկը շատ հաճելի կլինի սիսերի հետ։ Այսօրվա համար բավական է։ Ալեքսի այս բանրից երեխան հետո դպրոց էլ է տանում, բայց վաղ վերջին օրն է դպրոցի, տանն էլ որ լինում է երեկոյան սիրում է երեխեն ուտում է։ Այստեղ վարունգ ընկերներ, վարունգը լավն էր, վատը չէր, դրա համար վերցրել եմ բավականին, բաս։ Հավի սառեցրած բուդիկներ են, սրանից ունեն մեր խանութում, լավն է, վատը չի, են որ ասմա չեղած տեղը կանամպն էլ ամիր։ Հաց և ձուն արդեն լվացել եմ, տեղավորել եմ, այս ամենին վճարել եմ 853 հնդկական ռուփի և եկել եմ տուն, սրանք էլ ինձ հարկավոր է արագ լվանալ, հավը այսօր կպատրաստեմ, չէի ուզում պատրաստել, բայց քանի որ կիսահալել այլ սարցախցիկ չեմ դնի։ Իսկ ճանապարհից այն կնոջ մոտից վերցրի եգիպտացորեն, որ լավն էր, 500 հոգի, ինչպես միշտ իր մոտքինը չի փոխվում նույն գիննը, այսպես շուտանից չէ վերցրել։ Որպես սա կարելի է պատրաստել նաև ու սող։ 50 հոգի մի որոշ ժամանակ խանութի սոխը միշտ չի որ լավն է լինում, քիչ-քիչ սենց կծի-պծի են, որ ասում է ընտրում եմ այս ոնց որ թե չոր սոխ է ու հնարավոր է պահելը, բայց թե լավն է, հուսով եմ որ լավն է։ Անդուր անձրև սկսեց, քամի անձրև, տեսնես երեխեն դուրս եկավ դպրոցից, հիմա պետք է արդեն են ժամն է, որ դպրոցից դուրս են գալիս, որ ավտոբուսով գան, 10 րոպե ավտոբուսով ստեղ հասնելու 15, որ ավելի հստակ լինենք 10-15 րոպե, տեսնես այդ ընթացքում կդադարի, թե չէ։
Հումուսը, բայց մի հատ տարբերակ եմ ասում, որ այստեղ եմ սովորել ես սա, կհիշեք երևի թե, որ լուլուից վերցնում եմ մի ֆիրմա կա, որ ահա որ անմահական համեղ է ստացվում։ Այս հումուսին խառնելուց ավելացրել եմ 5 հատիկ կանաչ ձիթապտուղ, պարտադիր կանաչի համը ուրիշ է, ու այդ կանաչի համն է, որ ստացվում է մի հատ շատ հետաքրքիր համ է լինում, համադրություն, սովորական ամեն ինչ նույնն է, եփած սիսեր, թահինի, կիտրոնի հյութ, աղմի փոքր եւ այս ձիթապտուղը ու ձիթապտղի յուղ բնականաբար։ Մի խոսքով շատ համեղ է ստացվում։ Մի օր որ պատրաստեք, փորձեք այդպես կանաչ ձիթապտուղ ավելացրեք։ Շատ ենք հավանել, չգիտեմ, փորձեք։ Գուցե նորություն կլինի ձեզ համար, դուք եք հավանել։ Առանց փոխվելու, սենց այն բաջն էլ դերվզին կապած, ասում եմ պետքա practice անել, որովհետև վաղ competition է լինելու, պետքա մրցեն, այսինքն թե ով է նկարում։ Ալեքս, բայց ես ուզում եմ մի բան դու հասկանաս։ Մի շատ կարևոր բան ասեմ։ Գիտես դու ամենալավն ես նկարում իմ համար։ No. Այո, դու ամենալավն ես նկարում քո մամայի ու քո պապայի համար, դու ամենալավն ես նկարում, ամենասիրունը։ Դա ամենակարևորն է։ Okay, իմ տղա։ Ու գնահատականները կարևոր չեն, եթե նույնիսկ վաղը 100 չլինի քո միավորը, doesn't matter. Okay? Fun, it has to be fun, okay? It's only fun. Ու բացարձակ կարևոր չի, թե ով լավ կնկարի, որովհետև բոլոր մասնակիցներն էլ լավ են նկարելու։ Չէ՞։ Not ever, Daddy. Ոչ բոլորը։ No, not we start. Իսկ ով է ընտրելու, որ լավն էր, թե լավը չէր։ My teacher. Ուսուցիչն է ընտրել։ It is tomorrow. Հա, բայց դու գիտես թիչերի համար կարա ինչ-որ մեկը լավը լինի, բայց իմ համար օրինակ դա լավը չլինի, կամ հակառակը կարա իր համար այդքան էլ լավ նկար չլինի, բայց իմ համար սուպեր նկար լինի։ Չէ՞։ Որ ասում են ճաշակին ընկեր չկա։ Well, I had to practice. Yes, you can practice, of course. Ինչ ես ուզում նկարես։ I don't know. Այս օրերդ փոխի, ավելի լավ կլինի, հաճտես մի քիչ հանգստանաս ու մտածես։ Գնաս օրերդ փոխի ու մտածի։ Դու շատ սիրուն Սոնիկ ես նկարում, գիտես, դու շատ սիրուն Միկի Մաուս ես նկարում։ Մտածի հենց ինչ կուզենաս նկարես։ Maybe something new. Okay, դե մտածի, գնաս օրերդ անի։ Look, I can. Ընկել ես, Ալեքս։ Թե գծել են։ Բա։ I think the conductor open a little. Դու ես քերել։ Yes, I think that they open a little bit. Okay, my I love. think open. Okay, baby. Դե շորերը թանի որ չկեղտոտ։ Իմացա ինչ ես նկարելու։ It is also got the name. Okay. Սուրճ պատրաստեցի ինձ համար, հանգիստ խմեմ։ Ոնց հասկացաք, ես մրցումների թեման այդքան էլ իմ սրտով չի։ Հեսա միասին կխոսենք։ Գիտեմ, որ Ալիքում ունեմ շատ աղջիկներ, ովքեր եւս այս տարիքի երեխաներ ունեն, մի քիչ մեծ, մի քիչ փոքր, հաճույքով լսում են, հետաքրքիր է իրանց ծնողներով, այսպես ասած, մեր փորձով կիսվում ենք։ Ընդհանուր առմամբ այս մրցումները ես այդքան շատ չեմ սիրում։ Մրցումներ սիրում եմ, խաղային տարբերակով, եթե ես ինքս Ալեքսի հետ անդադ փոքր մրցումներ անում եմ, այդ շատ կարևոր է երեխու համար։ Օրինակ, ով առաջինը կլվացվի առավոտյան, երբ որ պետքա լվացվենք, ով առաջինը կլվացվի, ով շուտ կհագնվի ինչ որտեղ գնալուց։ Փոքր խաղային են այդ դրանք։ Ով առաջինը կվերջացնի իր ուտելը, չգիտեմ, տենց փոքր ինչ-որ բաներ օրվա ընթացքում անում ենք, այդ իրան հաճույքա պատճառում, էմոցիաները բարձրացնում, խաղային է, լրիվ խաղային է։ Դպրոցներում էլ որ կազմակերպվում են էլի, այտենց փոքր մրցումներ սիրում եմ, բայց չգիտեմ ինչ խորության վրա են դրվում, եթե շատ խորն են լինում, չեմ սիրում այդքան։ Հեսա համել կգնանք մի քիչ ավելի հետ իմ մանկությունը դեպի այդ մրցումների հետ կապված։ Ինչի չեմ ընդունում խորը մրցումները, որովհետև այս տարիքի երեխեքը 6-7 տարեկան իրանք դեռ ինքնահաստատման այդ փուլն են անցնում ու շատ կարևոր է իրանց համար, որ հանկարծ չճնշվեն սրանից։
ու շատ դեմ եմ, որ ասում եմ կտրականապես դեմ եմ, երբ որ այս տարիքի երեխեքը ավելի խոշոր մրցումների են մասնակցում, ինչ որ օլիմպիադաներ կամ չգիտեմ ինչեր, որովհետև ամեն դեպքում դա երեխայի համար ստրես կարա լինի, որովհետև հետագայում դա կարա իր հետքը թողնի ամեն դեպքում երկարատև հատկապես այդ լուրջ մրցումները կա ինչ որ տարիք, որ մի քիչ ավելի մեծ են լինում, հասկանում են մրցում ասվածը, բայց կոնկրետ 5, 6, 7 այս տարիքին է, ինձ թվում է թե անձամբ ես դեմ եմ, կարող եք գրել դուք էլ ինչ եք կարծում այս հարցի շուրջ, Ջեսը գա, Ջեսին էլ չեմ հարցրել, իրենց էլ կհարցնեմ այդ խորը մրցումների հետ կապված ինչ կարծիք ունի ինքը երեխաների դաստիարակության համար, ես ինչը հիշեցի, մենք որ փոքր, դե դպրոցներում հիմա էլ կա, չէ, շարադրություն ենք գրում, շարադրությունները երեխաների համար շատ կարևոր է, մենք էլ դպրոցում ունենք, չէ, աշունա արդեն, աշնան վերաբերյալ շարադրություն պետք է լինի ու մրցում էր պարտադիր լինում, հիմա չգիտեմ ոնց է լինում, դե ես այն հին ժամանակներում եմ սովորել, ես որ դպրոց էի գնում, դեռ մինչև հոկտեմբերի գնացել եմ այդ ժամանակ, հետո այդ որ փոխվեց, այնպես չի, ուսուցիչներն էլ դեռ ունեին այդ մտածելակերպը, այն լավ շարադրություն, ովքեր որ գրում էին, երկու ուսուցիչը որ գալիս էր, բան ուներ, չէ, իր մոտ այն լավ շարադրություն գրածներ ու վատ շարադրություն գրածներ ու հետո այդպես գովում էր այդ լավ շարադրություն գրողներին ու հետո այն աշակերտով մասնակցել էր, այդքան էլ լավ շարադրություն չէր գրել, փնովում էր ամբողջ դասարանի շուրջ, դասարանն էլ դասարանցիներն էլ փնովում էին մի խոսքով, այ պետք է օրինակ վերցնել այս մարդուց, իսկ այսպիսի աշխատանքը լավ է չի, մի խոսքով ինձ թվում է դա շատ սխալ է, երբևէ ու հետաքրքիր է, որ ես այդ տարիքում էլ համաձայն չեմ եղել այդ մտքի հետ, էլ ես միշտ ոնց որ իբր ինչ է կատարվում, ուզեցել եմ հասկանամ առիթը այս գովերքելու ու չգովերքելու ու հետո հետաքրքիր թեման նա էր, որ միշտ այս լավ գրող ուսանողների, աշակերտների շարադրությունները միշտ պարզվում էր, որ իրենք չեն գրել։ Եկեք խոստովանենք, եղել են ձեր մոտ, ձեր դասարանում շարադրություն գրողներ, ովքեր որ միշտ ամեն տարի իրենք հաղթող են եղել, որովհետև իրանց շարադրությունը շատ լավն է եղել, անգերազանցելի է եղել, առանց գետադրական սխալների, առանց ուղղագրական սխալների, ճկուն, թռիչքային մտքով եւ այլն, բայց միշտ այս մարդկանց շարադրությունները գրել են իրանց մամաները, ու իրանց մամաներն էլ դեռ այն հին իրանց դպրոցական տարիքից ունեցել են այդ շարադրության թերթիկները պահած լավ շարադրություն, որ գրել են, ուղղած արդեն իրանց ուսուցիչների կողմից, միշտ պահել են ու հետո այդ ձև ժառանգաբար փոխանցում են, չեմ իմանում այդ շարադրությունների բուն են ամենասկիզբը որտեղից է եկել, հնարավոր է իրանց տատիկ բարեկամներից մեկ ուսուցիչ է եղել իրանց համար գրել է, իրանք էլ դա խնամքով պահում ու այդպես ժառանգություն փոխանցում էին։ Միշտ ամեն տարի նույն պատմությունները ու որ այդպես խոսում ենք էլ գիտենք, որ դա իր մամայի հուշատետրից եկած շարադրություններ էին։ Հետաքրքիր էր, բայց երբևէ մյուս երեխաները, ովքեր որ իրենք ինքնուրույն գրում էին, իրենք երբևէ հաղթող չէին լինում, դրա համար այդ մրցումներին ես երբևէ տենց չէի սիրում այդ մրցումները ու չէի սիրում այդ բաժակաճառերը ուսուցիչների կողմից։ Դրա համար մի տեսակ մրցում ասածը իմ մոտ միշտ դա է բերում։ Գիտեք մի հատ ինձ շատ հետաքրքիր է, օրինակ ես հիշում եմ մեր տանը եղել են շարադրության թերթիկներ, բայց մեր շարադրությունները լավ չէին պահպանվել։ Մամայի շարադրություններն էր, ասենց մի հատ տոպրակ կային, ես որ գնում էինք տատիկենցս տուն, դրանք գտել ենք փոքր տարիքում, ճղճղել էինք, սաղենքան էինք բացել, փակել, մեջ ոչ մի բան չէր երևում, բուրզենայր, կարող առաջին է տեջը լիներ, մնացածը չէ, շատ անշնորհք երեխաներ ենք այդ առումով եղել, շատ ակտիվ երեխաներ ենք եղել։ Մի խոսքով գտնում ենք, հիշում եմ, որ տատիկս միշտ ասում էր, «Վայ, ես իմ երեխու հուշերն է, այդպես պահել ենք»։ Ասեք տեսնեմ, դուք էլ ունեցել եք նման տոպրակ էր, ես լավ հիշում եմ, ու տոպրակի մեջ, բայց այդ իմ դպրոցական շրջանում ընդամենը այդ
փոքրիկ հատվածներ էին, որ մնացել էին, սա ճղճղել էինք, փոքր տարիքում գտել էինք, խաղացել էինք, ոչ մի բան չէինք թողել, ճղճղել էինք ամբողջությամբ։ Ու հիշում եմ, բայց երբևէ մամաս մեր փոխարեն երբևէ շարադրություն չի գրել։ Միշտ որ ասում է, բա, չգիտեմ, այս իր մաման ա գրում, այս մյուսի մաման ա գրում, բան ասում էր, չէ, շարադրությունը տված ա քո համար, թեման տված ա, ես քեզ կարող եմ մի քիչ հուշել, ասեմ, այստեղ բա այսպես, այնպես, բայց դու պետք է նստես ու գրես։ Շարադրությունը երեխայի երևակայությունն է, այն ինչը ինքը կարդում է, ուսումնասիրում է, շատ կարևոր է։ Ես օրինակ այս տարիքի երեխա Ալեքսի համար արդեն դե հիմա սկսել ենք կարդալ սովորել, փոքր արկածային գրականությունից կսկսենք։ Արկածային գրականությունը երեխաների համար առաջին ոնց որ ուժն է, ստիմուլն է, որ իրանց երևակայությունը զարգանա։ Այսօր շատ նորաձև բառ կա, չէ, որ բոլորս օգտագործում ենք, դա կրեատիվություն, հարկավոր է, որպեսզի մարդիկ ունենան կրեատիվություն, աշխատանքի ընդունվելուց ցանկացած ոլորտում մեզ կրեատիվությունը հարկավոր, իսկ կրեատիվությունը գալիս է դեռ մեր այդ կարդացած գրքերից։ Գրքերը հենց այնպես չեն տրվում, հենց այնպես չեն երեխաների համար ոնց որ հատկացված, այդ փոքրերի համար շատ հարմար է հատկացրել են այդ արկածային գրականությունը, ինչի համար, որովհետև օգնում է երեխաներին ստեղծել իրենց ներաշխարհը, իրենց այդ մտքերի թռիչքն է կազմակերպում, այդ ապագայի կրեատիվությունն է զարգացնելու։ Դրա համար, եթե հնարավորություն ունեք, կարծում եմ հնարավորությունները շատ են այսօրվա օրով։ Այդ արկածները տվեք երեխաներին, թող կարդան, օրը 15 րոպե, այդ իրանց համար մեծ լավություն կանեք, հետո լավ աշխատանք ունենալու համար ապագայում, որպեսզի կարողանան իրանց տեղը գտնեն, ճկուն լեզու ունենան, զարգացնում է, գիրք կարդալը ընդհանրապես զարգացնում է մարդու մտածելակերպը, հիշողությունն է զարգացնում, հիանալի հիշողություն կունենան։ Մի խոսքով, այս այն ինչը որ ես հիմա ասում եմ, ինչի մասին որ խոսում եմ, այս այն ամենն է, ինչի միջով հիմա ես անցնում եմ Ալեքսի հետ, թե ունենք մանկավարժներ ալիքում, խնդրում եմ դուք էլ գրեք։ Միշտ մանկավարժների կարծիքը շատ կարևոր է։ Մեր տանը կրթությանը շատ մեծ տեղ է տրվել, որպեսզի այդ տատիկից էլ է եկել, տատիկս ժողկուր բաժնում է աշխատել երկար տարիներ, Օջոնոգիձեի շրջան, մեր ժամանակ կոմունիստների ժամանակ Օջոնոգիձեի շրջան էր կոչվում, ու մեր տանը մանկական գրականությունը, գիտեք, ես հիմա ասենք նայում եք մեր գրականությունը, բայց մենք իսկապես մեծ գրականություն ենք ունեցել, թե բանաստեղծություններ, հեքիաթներ, ես հիշում եմ, որ իմ հեքիաթների գրքերով նաև հեքիաթներ էին կարդում մեր հարևանների երեխաները, ես զարմանում եմ, որ ասենք իրան կարող է չունենան, բայց միշտ տալիս էի որոշ ժամանակով, իրանք կարդում էին, հետո հետ են վերադարձնում։ Որ գնում եմ Հայաստան, միշտ ուզում եմ ասում եմ այդ գրքերը լավ նայեք, որովհետև գալու եմ անպայման հետ տանեմ իմ գրականությունը, դժվար է դա իհարկե հետ տանել, բայց հիմա Ալեքսիս համար եմ միշտ մտածում, չնայած նկատել եք ամեն Հայաստան գալուց, ինչ եմ իմ ճամպրուկը լիքն է լինում, ծանր է լինում, ինչով հայկական հեքիաթներով, հայկական գրքերով, հայկական գիրք գրականություն եմ առնում, իր համար բերում եմ, չեմ զլանում բացարձակ ու բացարձակ չեմ զլանում իր համար գիրք գնելուց, որովհետև շատ կարևոր է հենց այս տարիքից զարգացնել գիրք կարդալը։ Գիրք կարդալ պետք է երեխան սովորի փոքրուց, եթե չսովորեց, հետագա տարիքում դժվար կլինի այդ սերը փոքրուց պետք է տաս, որպեսզի ինքը մեծանա, սիրի գիրք կարդալ, հետագայում այնքան խնդիրներ են առաջանում, այնքան բաներ են լինում, որ չես հասցնում, կարող է չհասցնես գիրք կարդալ։ Նախորդ օրը տեսակ չէ, որ գիրք էի գնել, հիմա մեծ հաճույքով ամեն օր պետքա կարդա, փոքր ենք առաջ գնում, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում, այդ գիրքը ունի նաև հետևի մասում տրված է, որ էլի գրքեր կան, սերաները, ու ասում եմ, մամ, այս սա էլ եմ ուզում, ու հիմա մոտը նաև այդ մրցությունն է սկսվել է, ասում եմ,
Սա արագ վերջացնեմ, մյուսներն էլ էս չէ գնելու, ասում եմ անպայման, հենց սա վերջացնես, հաջորդ համարը կգնենք ու այդպես շարունակ կկարդաս բոլորը։